Ամենա մուլտիպլիկացիոն ողջույնները ձեզ իմ փոքրիկ բարեկամներ։ Եթերում մուլտիկնիկ մանկական ուսուցողական հաղորդումն է։ Ձեզ է ողջունում մուլտ աշխարհի ամենաբարի նկարիչ Քերի Մուլտիկնիկը։ Իհարկե, ապա նայեք ովքեր են ձեզ ողջունում։ Մուլտ աշխարհի բոլոր հերոսները եւ իհարկե ապաչիները, մեր մշտական լավագույն բարեկամ ապաչի ընկերությունը, որ ձեզ առաջարկում է իր քաղցր ծողիկները, թխվածքաբլիթները, այլվածախքի սերմերը, աղիձողիկները, կրեկերները, չիպսերը, նախաճաշիկները, ինչպես նաև ձեր շատ սիրելի ապաչի մարշմելոները, 3 համի, ծիածանի, ամպի եւ արևի համով։ Բա մեծերը չգիտեն, թե արևը ինչ համ ունի։ Իհարկե իմ փոքրիկ բարեկամներ, ձեզ ողջունում են նաև մեր ժամապահ Քերին։ Ժամապահ Քերի, ողջույն փոքրիկներից։ Ձեզ է ողջունում, ասում եմ բարև, երկար ժամանակ ենք ձեզ տալու այսօր մի գեղեցիկ եւ հետաքրքիր մուլտիպլիկացիոն հերոս նկարելու համար։ Ձեզ սպիտակ թղթիկները պատրաստ են։ Ապրեք դուք։ Իսկ գունավոր մատիտները ուր են։ Տեսնում եմ, լավ է։ Սև մատիտը պետք է եւ ռետինե ջնջոց։ Միշտ ասում եմ ռետինե ջնջոցը շատ է հարկավոր, օրինակ Քերի Մուլտիկնիկը նկարում է մարկերով, այսինքն վարպետ մատիտով, ձեզ տեսանելի լինելու համար, թե չէ սովորական մատիտով կնկարեի, ավելի հեշտ կլիներ, սխալվելուց ռետինե ջնջոցով կմաքրեի, կնկարեի, ինչպես հարկն է։ Մեկ-մեկ Քերին էլ է սխալվում, տեսնում եք։ Դրա համար ես ձեզ խնդրում եմ, որ դուք նկարեք սովորական մատիտներով, հյութեղ գույներով եւ այլն։ Տեսեք իմ փոքրիկ բարեկամներ։ Ուրեմն 5 տարեկան քաղաք Երևանից 5 տարեկան Ռիփսիմեն Քերի Մուլտիկնիկին այսպիսի գեղեցիկ վերնագրով մի առաջադրանք է ուղարկել։ Ինձ դուր է եկել այս վերնագրով առաջադրանքը։ Իսկ ապաչիներին մի այլ բան է դուր եկել։ Նա ասում է, եկեք մրցույթ հայտարարենք, որ այս վերնագրով հերոսին մեր փոքրիկ նկարիչները նկարեն, հորինեն պատմություն եւ ուղարկեն մեզ։ Լավագույն պատմության հեղինակները կստանան նվերներ ապաչիների կողմից եւ Քերի Մուլտիկնիկի կողմից էլ գրավիրվեն մասնակցելու մեր հաղորդմանը։ Համաձայն եք։ Շատ լավ է։ Հիմա վերնագիրը ասելու եմ։ Հետաքրքիր վերնագիր է հորինել Ռիփսիմեն 5 տարեկան քաղաք Երևանից։ Ուրեմն այսպես գրում ենք, վերնագիր գրում ենք, որպեսզի հետո պատմությունը հորինենք։ Բալի բանի մասին չի, քաղաքի մասին չի։ Բալի մուրաբա հյուրասիրող, գրում ենք Բալի մուրաբա հյուրասիրող բարի ոզնին, բա ինչպես էր, Բալի մուրաբա հյուրասիրող բարի ոզնին։ Այսպիսի մի վերնագրով պատմություն եք հորինելու, թե այս ոզնին մուրաբան ում է հյուրասիրում, երբ է հյուրասիրում, բալը որտեղից է, բա մուրաբան որտեղից է, հորինեք պատմություն։ Իհարկե մեծերի հետ կարող եք հորինել, մայրիկների, հայրիկների, տատիկների, պապիկների եւ ուղարկեք Քերի Մուլտիկնիկին։ Անպայման ձեր նամակներում գրեք ձեր մեծերից մեկի հեռախոսահամարը, եթե հաղթող ճանաչվեք, Քերին կամ ապաչիները ձեզ կզանգարեն, գրավիրեն մեր տաղավար։ Պատրաստ եք, չէ՞։ Շատ լավ է։ Ինչու եմ ասում 5 տարեկան Ռիփսիմենը ուղարկել այս առաջադրանքը, նկարը, քանի որ շատ հեշտ եմ սովորեցնել նկարել, կարող են նկարել նույնիսկ 4-ից 7 տարեկան փոքրիկները, ամենաչնկարող փոքրիկները։ Տեսեք, ինչ ենք անում իմ փոքրիկ բարեկամներ։ Ոզնին, մենք տարբեր ոզնիներ նկարել եք, եթե հիշում եք։ Այս 21 տարիների ընթացքում մենք տարբեր բնավորությունների, մասնագիտությունների ոզնիներ ենք նկարել։ Բարդ նկարվող ոզնիներ, հեշտ նկարվող, հիմա նկարելու ենք ամենահեշտ, ամենադյուրին ձևով նկարվող ոզնին։ Տեսեք, այստեղ ճակատային մասն եմ նկարելու կոր գծիկով։ Աչակողմյան եւ ձախակողմյան հատվածներում ակաժներ եմ նկարելու։ Այսպես, հոպ, կլորիկ, հոպ, կլորիկ։ Մարմինն ու գլուխը համարյա թե մի գծիկով կլինեն։ Վերևի մասը մի փոքր նեղ, ներքևի մասը մի փոքր լայն, այսպես տեսեք։ Հոպ։ Կորիկներով։ Տեսակ։
Բա, որ ասում եմ հեշտ է։ Եթե ինչ-որ մի բան չի ստացում, ռետինա ջնջոցով մաքրեք, նկարեք ինչպես հարկն է։ Ականջին խորություն եմ տալուս ելի փոքրիկներ։ Այս դեպքում ականջների։ Տեսեք, հիմա քիթիկն ենք նկարելու, աչքերը, այտերը, բերանիկը, հետո կասեմ թե ինչ ենք անելու։ Այստեղ կենտրոնական մասում քիթիկ ենք նկարում, այսպիսի պատկեր, ներքևի մասը սրածայր, աչակողմյան հատվածում փայլիկ, դունչիկը աչ եւ ձախ, օպ, կետիկներ դունչիկի վրա 1 2 3, 1 2 3, ժպիտը կընդգծեմ այստեղ, օպ, բերանի խորոչը, շատ լավ, սևիկները այ ուղակի կլորիկ ենք անելու փայլիկով 1 2 ունքեր այտեր լավ է ոչ չէ հիմա թաթիկներն ենք նկարելու թաթիկներում երևի թաթիկները կնկարենք ձեռքերի մեջ ինչ-որ մի տարա որտեղ մուրաբա է կամ թեյ մուրաբայով հետո արդեն մեծ տարան կնկարենք մուրաբայով դե կհորինենք ինչպես հարկն է այնպես էլ կհորինենք այստեղից ուրեմն ձեռքերն ենք նկարում բութ մատիկը 3 մուլտիպլիկացիոն մատիկները հայլու նման նկարում ենք նաև ձախ ձեռքը այստեղից էլի թեքությամբ բութ մատիկը մուլտիպլիկացիոն 3 մատիկները հիմա այստեղ թեյի բաժակը կնկարենք դեպի վերև ու գուցե այստեղ մուրաբաներ կերևան բալի շատ լավ է ոչ չէ հիմա դեք քաչալ ոզնի չի լինի փշերով ոզնի կլինի ճաղատ ոզնի երբ եք տեսել պետք է զիգզագաձև որպեսզի փշերը հատ չնկարենք դեպի աչ եւ ձախ զիգզագաձև գծիկով մեր ոզնու փշերը կնկարենք այսպես փորիկին կմոտիկացնենք այսպես նույն ձևով հայելու նման կրկնում ենք աչակողմյան մասը այսպես հոպ փորիկին ենք մոտիկացնում այստեղ ուրեմն թաթիկներն ենք նկարում 1 2 շատ լավ է ստվերները ոտքի տակ գտնվող այստեղ արդեն մուրաբայի ամանը կնկարենք աչակողմյան հատվածում այստեղ երևի թե ներքևի մասը կլորիկ դեպի վերև շերտիկ եւ կափարիչը թղթիկ փակցված ամանի վրա ներքևի մասը մի փոքր երևա բալի կտորները ամբողջությամբ կարող եք չնկարել որպեսզի հասկացվի դե երբ որ ներկենք այստեղ էլ բալի կտորները իբր մուրաբան է ստվեր տարայի ներքևի հատվածում գծիկ կանենք այստեղից մարգագետինը առանձնացնելու համար հիմա կներկենք եթե ժամանակ ունենանք ետևի մասում էլ երևի թե ոզնու խրճիթը կնկարենք տեսեք ինչ ենք անում ոզնին ինչ գույնով եք ներկելու չգիտեմ ինչ գույնով եք ներկելու բայց գիտեմ ինչ գույնով եք ներկելու այսպես ուրեմն չգիտեմ բայց գիտեմ չգիտեի բայց գույներին նայեցի հասկացա որ ինչ գույնով եմ ներկելու վերցնել ենք մուկ դեղին եւ բաց դեղին մատիտները ուրեմն ձախակողմյան հատվածը այսպես մուկ դեղին ենք ներկելու նույնիսկ ես կլորացնելու եմ փորիկը կիսալուսնաձև այսպես տեսեք ձեռքերն եմ կլորացնելու ներքևի հատվածում դունչիկը թողնելու եմ սպիտակ այտերը դե վարդագույն կներկենք ճակատային մասը կլորացնենք կոպերը մուկ դեղինով աչքերի այսպես ականջին խորություն կտամ ուղակի աչակողմյան մասը կգծեմ ուղակի կգծեմ այսպես շատ լավ է հիմա էլի ձախակողմյան հատվածը ավելի մուկ ենք ներկում շրթունքն է այստեղ ընդգծվելու բաժակը լավ է ոտքերին ենք անցնում էլի ձախակողմյան հատվածն եմ մուկ ներկում աչակողմյա եւ վերևի հատվածը թողնում եմ սպիտակ ինչու որպեսզի մեզ օգնության գա ամենակախարդական դեղին մատիտը սպիտակ թողված հատվածները արդեն իմ փոքրիկ բարեկամներ
բաց դեղին ենք ներկելու։ Նունչիկ ասում եմ սպիտակ թողեք։ Բաժակը նույնպես մի այլ գույնով կներկենք։ Այսպես անցանք փորիկին։ Տեսակ ինչպես կլորացավ փորիկը։ Հոպրեք դուք, ոտքերն են կլորացնելու։ Փշերը, լավ, եկեք վարդագույն մատիտով այտերը ներկեմ։ Այսպես, հոպ, հոպ, ապրեք, փշերը, իսկ բաժակը, լավ փշերը ներկենք նոր, ուզում եմ մանուշակագույն ներկել սիրելի փոքրիկներ, դե ըստ զիգզագաձև գծիկների, այսպես, տեսեք, այսպես, տեսակ, զուգահեռ գծիկներով, ուզում եմ գունեղ լինի, թե չէ կարելի էր մոխրագույն ներկել, ինչպես իրական ոզնիներն են, բայց գունեղ լինելու համար ես, եթե նկատում եք, ներկեցի փշերը մանուշակագույն։ Հիմա դեպի ձախ ենք ներկում, զիգզագաձև պատկերները մեզ հուշում են, թե ձեր մատիտը ինչ ուղղությամբ շարժվի։ Տեսակ։ Նույնիսկ եթե սպիտակ գծիկներ են մնում, այդպես ավելի գեղեցիկ է, կարծես թե փշերն են առանձնանում։ Շատ լավ է։ Բաժակը ներկելու եմ, ասենք թե, դե եթե բալերը պետք է կարմիրն են, եկեք բալերը ներկենք, բաժակի մեջ գտնվող, մուկ կարմիր էլ կարող եք ներկել, երևի կանաչ ներկեմ, հա բաժակը, այո, մատիկների արանք կանաչով կներկենք, բալ է հյուրասիրում, բայց չգիտես ում մեր հերոսը, երևի թե պարզ կդառնա իմ փոքրիկ բարեկամներ, երբ որ դուք հորին եք պատմությունը, կափարիչ չէ, կանաչ չեմ ներկի, որտեղ խոտիկներդ եմ կանաչ ներկելու, եկեք այսպես անենք, երկու կարմիր մատիտներ կվերցնեմ, բալերը այսպես կընդգծեմ մի այլ կարմիրով, երևացող մի փոքր, մուրաբա է, մնացած երևի թե հյութն է, ձախակողմյան հատվածը այսպես մի այլ կարմիրով կներկեմ կլորացնելու համար, տեսեք, բաց կարմիր մատիտով էլ կներկենք, բայց կարծես թե տարբերությունը չի զգացում, լավ, ներկեցինք, ապրեք դուք, կափարիչը ներկելու եմ նարնջագույն, թող գունեղ լինի, թղթիկը տարայի վրա փակցված դեղին եմ ներկելու, կարող եք մուկ դեղին էլ ներկել, հիմա մարգագետինը ներկելու են կանաչ, գուցե մուկ կանաչ, փիրուզագույն, ինչ գույնով ցանկանում եք հենց այդ գույնով էլ ներկեք, ամենակարևոր պետք է մեր ոզնու փշերը այսպես ընդգծել պատկերից դուրս, արանքներն էր որ կանաչի երևա, տեսնում եք չէ ոնց եմ ընդգծում, նոր արդեն ամբողջությամբ մարգագետինը այսպես ներկեք կանաչ, հիմա նույն ձևով աչակողմյան մասն եք ընդգծելու սիրելի փոքրիկներ, փշերի արանքը զիգզագաձև գծիկների այս սուրը անկյունները այսպես լցնելու ենք կանաչով, նաև ընդգծելու ենք մուրաբայի տարան, այսպես գծիկը, ընդգծեցիք, վերջացրեցիք, արդեն կարող եք մարգագետինը այսպես գեղեցիկ կանաչով ներկել, վերջացնել, տարայի աչակողմյան մասն եմ ընդգծում, էլի շարունակում եմ ներկել, տեսեք ինչ գեղեցիկ ստացվեց, հետո դուք կարող եք խոտիկներ, հատապտուղներ, սունկեր նկարել, ինչպես ցանկանում եք սիրելի փոքրիկ բարեկամներ, դե ըստ ձեր մանկական երևակայությանը, այսինքն ինչպես ցանկանում եք, հենց այդպես էլ կներկեք։ Փիրուզագույն մատիտով, այսպես տարան մի փոքր կընդգծեմ, կներկեմ, մի քիչ կանաչից տարբերվի, այսպես։ Շատ լավ է, քեր ինչքան ժամանակ ունենք։ 4 րոպե, ափսոս, ժամանակը քիչ է, ուրեմն այստեղ ամպիկներ կնկարեմ, դուք նրա խրճիթն էլ կնկարեք, հա? Քերին եթերային ժամանակը ամբողջովին չկարողացավ օգտագործել,
Բայց նկարը այսպես կլցնենք, արևով, ամպիկով, նախ դեղին մատիտով կներկենք, ուր ես դեղին մատիտ, ուր ես, որտեղ ես, ահա, բաց դեղին մատիտով արևը կներկենք, այսպես, շողեր կտանք, շատ լավ է, այս դեպքում արդեն ամպիկը կապույտ կներկենք, ոչ թե երկինք, այսպես, կլորացնելով ամպիկին, վերջ, շատ գեղեցիկ ստացվեց, մի փոքր այսպես երանգներ կտանք սպիտակ թղթիկից առանձնացնելու համար, վերջ, ավարտեցինք իմ փոքրիկ բարեկամներ, Մուրաբայով մեր այս հետաքրքիր հերոսը պատրաստ է, վերջ, Ռիփսիմեն 5 տարեկան քաղաք Երևանից շատ էր խնդրել Քերի Մուլտիկնիկին, որ այսպիսի գեղեցիկ վերնագրով մուլտիպլիկացիոն հերոս նկարենք, Բալի Մուրաբա հյուրասիրող Բարի Ոզնին։ Իսկ ապաչիները մրցույթ հայտարարեցին, ովքեր այս վերնագրով հորինեն փոքրիկ հեքիաթ պատմություն նկարեն այս հերոսին, գուցե էլի ստեղծագործեն, էլի ինչ-որ բաներ նկարեն եւ ուղարկեն Քերի Մուլտիկնիկին, լավագույն 3 պատմության եւ նկարի հեղինակները կստանան նվերներ ապաչիների կողմից։ Վերջ, մեր եթերային ժամանակը մոտեցավ իր ավարտին։ Ձեր նամակները, նկարները, պատմությունները, առաջադրանքները Քերի Մուլտիկնիկին հասնելու համար հիշեցնեմ մեր ամփոփող հասցեն։ Քաղաք Երևան, Ալիխանյան եղբայրներ 2, կենտրոն հեռուստաընկերություն, Մուլտիկնիկ հաղորդմանը։ Իսկ դուք սիրելի մեծեր, անպայման բաժանորդագրվեք Մուլտիկնիկ YouTube-յան էջին։ Ինչու, որովհետև այնտեղ կարող եք լիքը վարպետանց դասեր տեսնել, նոր հաղորդումներ, հեքիաթ ներկայացումներ, մուլտֆիլմեր, Քերի Մուլտիկնիկի կողմից ստեղծված, էլ ինչ ասեմ, մրցանակաբաշխությունը, կրկեսային համերգներ եւ այլն։ Դե բաժանորդագրվեք ուղղակի ձեր փոքրիկի համար։ Մի փոքր այդ հեռախոսից կկտրվի։ Ոչ թե հեռախոսից, այլ վատ սովորությունից։ Այսքանը իմ լավ բարեկամներ։ Ժամապահ Քերին, ամենաբարի Ոզնին իր Բալի Մուրաբայով հանդերձ, ձեր սիրված բոլոր մուլտիպլիկացիոն հերոսները, ապաչիները, ես քաղցր ձողիկներով, թխվածքաբլիթներով, արևածաղկի սերմերով, չիփսերով, կրեկերներով, նախաճաշիկներով, մարշմելոներով հանդերձ, ձեզ հրաժեշտ են տալիս, ձեզ մեծ առողջություն ցանկանում, իսկ Քերի Մուլտիկնիկը ասում է, որ ձեզ շատ է սիրում, կհանդիպենք ուրբաթ օրը նամակներ ունեմ ընթերցելու եւ շատ տաղանդավոր փոքրիկներ կան, որ Քերի Մուլտիկնիկին հեքիաթ են ուղարկել, հեքիաթ հորինված, անպայման ընթերցելու եմ ու նաեւ Ծուռ թատրոնի փոքրիկների բեմադրած ներկայացումն ենք դիտելու, իսկ հիմա մինչ նոր հանդիպում եւ մեր այն կախարդական խոսքը Ալբուլդա Oh,